Ողջույն բոլորին, մեր աշխարհագրություն ընթերցակ է, հուսով եմ բոլորին անկախ ժամային գոտիներից կարողանում ենք մատուցել բավարար տեղեկատվություն։ Ես Հարություն Մինասյանն եմ եւ այժմին կներկայացնեմ օրվա առաջին հատվածում եւ 3 տեղի ունեցած մի քանի կարևոր իրադարձություն ու առաջինը Լոս Անջելես, Կալիֆոռնիայի նահանգապետ Կևին Նյուսոմը ստորագրել է հռչակագիր, որով հունվարի 7-ը հայտարարվել է Լոս Անջելեսի աղետալի հրդեհների հիշատակի օր։ Նահանգապետը նաև կարգադրել է, որ Կալիֆոռնիայի բոլոր պետական շենքերի դրոշները կիսով չափ իջեցվեն ի նշան զոհերի հիշատակի։ 2025 թվականի հունվարի 7-ին 2 հզոր անտառային հրդեհներ բռնկվեցին Լոս Անջելեսի շրջանում Pacific Palisades-ում եւ Ալթադինայում, դառնալով տարածաշրջանի պատմության ամենակործանարար աղետներից մեկը։ Palisades-ում հրդեհը ոչնչացրել էր ավելի քան 23700 ակր տարածք, խլել 12 մարդու կյանքի եւ ավերել ավելի քան 6800 շինություն։ Նույն օրը կեսօրին Իթեն հրդեհը բռնկվել էր Ալթադինայի վերին հատվածում եւ կարճ ժամանակում ընդգրկել էր շուրջ 14000 ակր տարածք։ Այս հրդեհի հետևանքով էլ զոհվել էր եւս 19 մարդ, իսկ գրեթե 9400 տուն ու շինություն ամբողջությամբ ոչնչացվել էր։ Հրդեհներից 1 տարի անց տուժած համայնքները շարունակում են վերականգնման երկար եւ բարդ ճանապարհը։ Չնայած Լոս Անջելեսի շրջանի իշխանությունների, բարեգործական կազմակերպությունների եւ համայնքային դրամավակների միջոցով որոշ ֆինանսական աջակցություն արդեն իսկ հատկացվել է տեղահանված բնակիչներին ու փոքր բիզնեսներին։ Վերակառուցման գործընթացը դանդաղ է առաջ ընթանում։ Պաշտոնական տվյալներով տուժած ընտանիքների ավելի քան 70%-ը դեռևս չի կարողացել վերադառնալ իր տուն։ Վերակառուցումը խոչընդոտում են ապահովագրական վեճերը, թույլատվությունների ձգձգումները եւ ֆինանսական անորոշությունը։ Այրված գոտիներում մինչև այժմ վերակառուցվել է ընդամենը մի քանի տուն։ Այս թեմային ավելի մանրամասն կանդրադառնանք մեր երեկոյան թողարկմանը։ Այսօր ժամեր առաջ Մինեսոտայում այսի աշխատակիցը կրակել ու սպանել է մի կնոջ, որը մեքենա էր վարում, քաղաքապետ Ջեյկոբ Ֆրեյը հայտարարել է, որ վերջինս գործել է անխոհեմ եւ հերքել է դաշնային իշխանությունների այն պնդումը, թե սպանությունը ինքնապաշտպանություն է եղել։ Կրակոցից ժամեր անց կայացած մամուլի ասուլիսում Ֆրեյը կոշտ քննադատել է Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող ներգաղթային լայնածավալ գործողությունները Մինեապոլիսում եւ Սենթ Փոլում, դրանք բնութագրելով որպես քաոս եւ անվստահություն սերմանող քայլեր։ Նրանք այստեղ չեն անվտանգություն ապահովելու համար, նրանք քանդում են ընտանիքներ, քաոս են սերմանում մեր փողոցներում եւ այս դեպքում բառացիորեն սպանել են մարդու, հայտարարել է քաղաքապետը։ Նա նաև նշել է, որ արդեն փորձ է արվում դեպքը ներկայացնել որպես ինքնապաշտպանություն, սակայն ընդգծել է, որ անձամբ տեսել է տեսանյութը եւ այդ պնդումները չի ընդունում։ Դաշնային իշխանությունների նախնական հայտարարության համաձայն այսի աշխատակիցը կրակել է կնոջ վրա այն բանից հետո, երբ նա իբր փորձել է ավտոմեքենա վերաերթի ենթարկել իրավապահներին ներգաղթային գործողության ընթացքում։ Կրակոցը տեղի է ունեցել Մինեապոլիսի բնակելի թաղամասում։ Կնոջ ինքնությունը դեռևս չի հրապարակվել։ Դեպքը տեղի ունեցել նաև այն ֆոնին, երբ DHS-ը հայտարարել էր Մինեսոտայի պատմության ամենամասշտաբային ներգաղթային գործողության մեկնարկի մասին։ Ըստ DHS-ի ավելի քան 2000 դաշնային գործակալներ եւ ծառայողներ ներգրաված են գործողություններում, որը մասամբ կապված է Սոմալիից եկած բնակիչների շուրջ ենթադրյալ խարդախությունների հետ։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտնել է, որ արդեն իրականացվել են հարյուրավոր ձերբակալություններ։ Նոեմն այսօր Թեքսասում էր, բայց երեք Մինեապոլիսում ներգաղթային գործողություններին էր հետևում։ Քաղաքապետ Ֆրեյը սոցիալական ցանցում հայտարարել է, որ պահանջում է IC անհապաղ դուրսբերումը քաղաքից եւ նահանգից, ընդգծելով, որ Մինեապոլիսը անսասան կանգնած է իր ներգաղթյալ եւ փախստական համայնքների կողքին։ Սա ներգաղթային գործողությունների շրջանակում գրանցված հերթական մահացու միջադեպն է։ Ըստ պաշտոնական տվյալների 2024 թվականից ի վեր տարբեր նահանգներում սա առնվազն 5-րդ մահվան դեպքն է, որը տեղի է ունեցել նման գործողությունների ընթացքում։ Գլխավոր թեմաներից մեկը Վենեսուելան է մնում, ԱՄՆ-ում Վենեսուելայի շուրջ ընթացող զարգացումները խոր հակասություններ են բացահայտել վարչակազմի եւ կոնգրեսի միջև։ Վաշինգտոնում հնչած հայտարարությունները ցույց են տալիս, որ խոսքը պարզապես արտաքին քաղաքական նախաձեռնության մասին չէ, այլ լայնածավալ ռազմաքաղաքական գործընթացի, որի նպատակները, միջոցներն ու վերջնական արդյունքը դեռևս մնում են անորոշ, նույնիսկ ԱՄՆ քաղաքական էլիտայի համար։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ներկայացրել է Վենեսուելայի վերաբերյալ ԱՄՆ գործողությունների տրամաբանությունը, ընդգծելով, որ Վաշինգտոնն իրականացնում է բազմափուլ ռազմավարություն։ Նրա խոսքով առաջնային նպատակն է երկրի կայունացումը, քաոսի խորացում թույլ չտալու համար։ Այդ նպատակով Միացյալ Նահանգները սահմանել է փաստացի նավթային շրջափակում, որի արդյունքում Վենեսուելան չի կարող իր նավթը արտահանել առանց ամերիկյան համաձայնության։ Ըստ Ռուբիոյի այդ նավթից ստացված եկամուտները պետք է վերահսկվեն այնպես, որ չհասնեն գործող ռեժիմին, այլ օգտագործվեն Վենեսուելայի ժողովրդի համար։ Ռուբիոն պնդում է, որ հաջորդ փուլում նախատեսվում է տնտեսական վերականգնում ամերիկյան եւ արևմտյան ընկերությունների մուտքով Վենեսուելայի շուկա։ Ընդդիմադիր գործիչների
համաներում, բանտարկյալների ազատում և քաղաքացիական հասարակության վերակառուցում։ Վերջնական փուլը պետք է լինի քաղաքական անցումը, արդեն վերահսկվող և կառավարվող պայմաններում։ Սակայն կոնգրեսում այս մոտեցումը բախվում է կոշտ դիմադրության։ Սենատի դեմոկրատական առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ հանրությունը զրկված է տեղեկատվությունից։ Նրա խոսքով ամերիկացիները չեն ստանում պատասխաններ այն մասին, թե որքան հետևելու այս գործընթացը, քանի զինվոր է ներգրավված, ինչ ծախսեր այն ենթադրում և ինչ իրավական հիմքեր ունի։ Քննարկումները ըստ Շումերի տեղի են ունենում բացառապես փակ սենյակներում և գաղտնի առանց որևէ հանրային լսման, ինչի արդյունքում կոնգրեսը փաստացի դուրս է մղվում վերահսկողության գործընթացից։ Շումերը նշել է, որ Միացյալ Նահանգները ամիսներ շարունակ փաստացի ներգրաված է ռազմական գործողության մեջ, կան զոհեր և վիրավորներ, սակայն ամերիկյան հասարակությունը չի տեղեկացվում դրա իրական մասշտաբների և նպատակների մասին։ Ամենախիստ քննադատությամբ հանդես եկավ, որքան էլ որ զարմանալի է, հանրապետական սենատոր Ռենդ Փոլը։ Նա հայտարարեց, որ Վաշինգտոնը փաստացի խոսում է Վենեսուելայի նավթը ուժով վերցնելու մասին, օգտագործելով նավթային շրջափակումը որպես ճնշման գործիք։ Փոլի գնահատմամբ շրջափակումը ինքնին ուժի կիրառման ձև է, իսկ նավթի վերահսկումը երկրի ներքին կյանքը կառավարելու փորձ։ Նա դա համեմատել է Իրաքի և Աֆղանստանի փորձերի հետ, հիշեցնելով, որ նման ռազմավարությունները երկարաժամկետ առումով ավարտվել են ձախողմամբ և քաոսով։ Այսօր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ընթացքում ներկայացուցիչների պալատի հանրապետական ղեկավարությունը հրապարակայնորեն պաշտպանել են Վենեսուելայում իրականացված գործողությունը, որի արդյունքում ձերբակալվեց Նիկոլաս Մադուրոն։ Կոնգրեսական Կառլոս Խիմենեսը հայտարարել է, որ Մադուրոն եղել է նարկոահաբեկչական համակարգի առաջնորդ և պատասխանատու է Միացյալ Նահանգներում 100,000-ավոր մարդկանց մահվան համար թմրանյութերի ապօրինի շրջանառության միջոցով։ Դոնալդ Թրամփը արեց այն, ինչից տարիներ շարունակ խուսափում էին մյուսները։ Նա պաշտպանեց ամերիկացիների կյանքը, ասել է Խիմենեսը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ընդգծել է, որ Վենեսուելայում տեղի ունեցածը պատերազմ չէ, այլ իրավապահ գործողություն, ԱՄՆ դատարանի կողմից տրված ձերբակալման որոշման հիման վրա։ Մենք չենք օկուպացրել Վենեսուելան, չենք հայտարարել պատերազմ, մենք ձերբակալել ենք հանցագործի, որի դեմ Միացյալ Նահանգներում մեղադրական եզրակացություն կար, ասել է Ջոնսոնը և հավելել, որ կոնգրեսը պատշաճ կերպով տեղեկացվել է գործողության մասին օրենքով սահմանված ժամկետներում։ Ասուլիսը կարծես նրա մասին էր, որ հանրապետական կուսակցության մեծամասնությունը լիովին կանգնած է Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական կոշտ գծի կողքին, Վենեսուելայի հարցում այն ներկայացնելով որպես օրինական, անհրաժեշտ և ամերիկյան շահերից բխող քայլ։ Միևնույն ժամանակ շեշտվել է, որ առաջիկայում կոնգրեսը կշարունակի լսումներն ու փակ բրիֆինգները, հասկանալու գործընթացի հաջորդ փուլերը։ Այս ֆոնին հայտարարություն է հնչում, որ Միացյալ Նահանգներն ու Վենեսուելան հասել են որոշակի համաձայնության, որի շրջանակում մինչև $2 միլիարդ արժեքով վենեսուելական հում նավթ կարող է ուղարկվել Միացյալ Նահանգների նավահանգիստներ։ Այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Համաձայնությունը կարող է նավթի մատակարարումները շեղել Չինաստանից և թեթևացնել ճնշումը Վենեսուելայի նավթային ոլորտի վրա, որը լրջորեն վնասվել է արտահանման շրջափակման և պատժամիջոցների հետևանքով։ Թրամփի խոսքով Կարակասը կհանձնի 30-ից 50 միլիոն բարել պատժամիջոցների տակ գտնվող նավթ, որը կվաճառվի շուկայական գներով, իսկ վաճառքից ստացված եկամուտների վերահսկողությունը կգտնվի հենց նրա որպես Միացյալ Նահանգների նախագահի ձեռքերում։ Վենեսուելական հում նավթի միլիոնավոր բարելներ շարունակում են մնալ տանկերներում և պահեստներում։ Թրամփը հայտարարել է, որ այս գործողությունը կղեկավարի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Այս պահին Chevron ընկերությունը վերահսկում է Վենեսուելայից ԱՄՆ նավթի բոլոր մատակարարումները օրական արտահանելով մինչև 150,000 բարել։ Հայտարարությունից հետո ԱՄՆ-ում հում նավթի գները նվազել են ավելի քան 1,5%-ով, քանի որ շուկաներում ակնկալվում է մատակարարումների աճ և դեռևս շարունակում է էժանանալ։ Դեռևս պարզ չէ, թե Վենեսուելան որևէ եկամուտ կստանա այս վաճառքներից, քանի որ պատժամիջոցների պատճառով պետական նավթային ընկերությունը փաստացի դուրս է մնացել համաշխարհային բանկային համակարգից։ Միաժամանակ Միացյալ Նահանգները շարունակում է առգրավել նավթային տանկերներ։ Ծովային տեղորոշման ծրագրային ապահովումը ցույց է տալիս Վենեսուելայի հետ կապ ունեցող նավթատար տանկերի դիրքը, որը ըստ ԱՄՆ կառավարության հայտարարության այսօր առգրավել են Ատլանտյան օվկիանոսում մեկ շաբաթ տևած հետապնդումից հետո։ Ռուսական դրոշի տակ գրանցված տանկերը, որը սկզբում հայտնի էր Բելլա 1 անունով, կարողացել է շրջանցել Վենեսուելայից դուրս եկող շարժվող նավերի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանված ծովային շրջափակումը։ X հարթակում հրապարակված գրառման մեջ ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը նավը առգրավել է ԱՄՆ պատժամիջոցները խախտելու համար։ Սա ըստ ամենայնի վերջին տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ ԱՄՆ զինվորականները ձերբակալում են ռուսական դրոշի տակ գրանցված նավ։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով գործողության ընդհանուր տարածքում գտնվել են նաև ռուսական ռազմական նավեր, այդ թվում ռուսական Սուզանավ։ Չի հստակեցվել, թե որքան մոտ են եղել այդ նավերը գործողության վայրին, որը իրականացվել է Իսլանդիայի մոտակայքում։ Ռուսաստանի պետական լրատվամիջոցները հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը
հաղորդել են, որ տանկերը գտնվել է միջազգային ջրերում եւ գործել է միջազգային ծովային իրավունքի շրջանակներում։ Մոսկվան կոչ է արել արևմտյան երկրներին հարգել նավարկության ազատության իրավունքը։ ԱՄՆ առափնյա պահպանությունը դեռևս անցյալ ամիս էր փորձել կանգնեցնել այդ նավը, սակայն այն հրաժարվել էր թույլ տալ, որ նա բարձրանային։ Այդ ժամանակից հետո տանկերը գրանցվել է արդեն ռուսական դերոշի ներքո։ Միացյալ Նահանգների վարչակազմը խուսափում է հստակ պատասխան տալ Գրենլանդիայի շուրջ զարգացումների մասին, ինչն արդեն առաջացնում է հարցեր ՆԱՏՕ-ի ներսում հնարավոր լարվածության մասին։ Լրագրողների հարցին արդյոք ռազմական միջամտությունը հանված է օրակարգից, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ հաջորդ շաբաթ նախատեսում է հանդիպել դանիացի գործընկերների հետ, սակայն հրաժարվել է մեկնաբանել ռազմական տարբերակը։ Ռուբիոն ընդգծել է, որ չի խոսում կոնկրետ Գրենլանդիայի կամ Դանիայի մասին, բայց հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների նախագահների ավանդական դիրքորոշումը ազգային անվտանգության սպառնալիքի դեպքում ռազմական տարբերակը երբեք չի հանել սեղանից։ Նրա խոսքով դա վերաբերում է ոչ միայն գործող նախագահին, այլ յուրաքանչյուր նախագահի անկախ ժամանակաշրջանից։ Գրենլանդիան աշխարհի ամենամեծ կղզին է, որի բնակչությունը կազմում է մոտ 57,000 մարդ։ Այն գտնվում է Դանիայի վերահսկողության տակ եւ Դանիայի հետ ունեցած կապի միջոցով հանդիսանում է ՆԱՏՕ-ի մաս։ Գրենլանդիան եղել է Դանիայի գաղութը 1721 թվականից մինչև 1953 թվականը, երբ պաշտոնապես դարձել է Դանիայի մաս։ 1979 թվականին կղզին ստացել է սեփական խորհրդարանը, իսկ 2009 թվականին այսպես կոչված ինքնակառավարման կարգավիճակ, որը Գրենլանդիային իրավունք է տալիս հանրաքվեի միջոցով անկախություն հռչակել, եթե նման որոշում կայացվի։ Կղզին ունի չափազանց կարևոր ռազմավարական նշանակություն Միացյալ Նահանգների զինված ուժերի համար, հատկապես վաղ նախազգուշական ռադարային համակարգի տեսանկյունից։ Եվրոպայից կամ Ռուսաստանից դեպի Հյուսիսային Ամերիկա ուղղված հնարավոր հրթիռները կարող են անցնել հենց այս կղզու վրայով։ ԱՄՆ զինված ուժերն արդեն ունեն մշտական ներկայություն Պիտուֆիկի ռազմաօդային բազայում եւ գրեթե անսահմանափակ մուտք դեպի Գրենլանդիա այն պահից սկսած, երբ 1951 թվականին Դանիան եւ Միացյալ Նահանգները ստորագրեցին պաշտպանական համաձայնագիր։ Բացի իր ռազմական կարևորությունից, Գրենլանդիան ունի նաեւ մեծ բնական պաշարներ, ինչը Միացյալ Նահանգների միանշանակ հետաքրքիր է։ Այստեղ առկա են մի շարք կենսական նշանակության հումքեր, այդ թվում լիթիում, գրաֆիտ, որոնք Եվրոպային եւ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ են Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար։ Սակայն այդ ռեսուրսների մեծ մասը մինչև օրս մնում է հողի տակ։ Շատ, եթե ոչ բոլոր խոշոր նախագծերը կանգ են առել։ Դրանք բախվել են տեղաբնակների դիմադրությանը, որոնք ցանկանում են, որ իրենց որսի եւ ձկնորսության տարածքները մնան անաղարտ եւ չվնասված։ Գրենլանդիան ունի բազմաթիվ կապեր Դանիայի հետ, թե ընտանեկան, թե մշակութային, սակայն վերջին մոտ 1 տասնամյակում Գրենլանդիայի բնակչությունը աստիճանաբար հեռանում է Դանիայից։ Ավելի ու ավելի շատ մանրամասներ են ի հայտ գալիս Դանիայի իշխանությունների կողմից Գրենլանդիայի ժողովրդի նկատմամբ թույլ տրված չարաշահումների մասին։ Դրանց թվում են երիտասարդ գրենլանդացի կանանց նկատմամբ հարկադիր հակաբեղմնավորումը, ինչպես նաև երեխաների հարկադիր տեղափոխումը Դանիա հեռացնելով ծնողներից։ Հարցումները ցույց են տվել, որ Գրենլանդիայի բնակիչները ցանկանում են անկախություն, սակայն միևնույն ժամանակ գիտակցում են, որ երկրի տնտեսությունը չափազանց խոցելի է։ Այն մեծապես կախված է Դանիայից ստացվող տարեկան ֆինանսական հատկացումներից եւ ձկնորսության ոլորտից։ Մարդիկ հասկանում են, որ Գրենլանդիան որպես անկախ պետություն ներկայիս պայմաններում տնտեսապես կենսունակ չի կարող լինել։ Իսկ այ ժամի համար այսքանն ենք նախատեսել, ես Հարություն Մինասյանն եմ։ Եթե ձեզ դուր է գալիս լսել կարևոր անաչառ գրագետ շարադրված լուրեր ու հատկապես ինձ, ապա անպայման բաժանորդագրվեք ալիքին։ Կհանդիպենք երեկոյան թողարկմանը։ Ամենակարևորը՝ առողջ եղեք։